Բարև ձեզ, այսօր կքննարկենք այդ երկրաչափական հավանականություն անունը ունեցող շատ հետաքրքիր թեմա։ Ը, Ինչի մասին է սա։ Կոպիտ ասած, մենք որոշելու ենք որոշ դեպքերում ավելի ճիշտ, մենք հավանականությանը վերաբերվելու ենք, մոտենալու ենք երկրաչափորեն։ Ը, Օրինակ, որպես մոտիվացիոն ինչ-որ մի տենց խնդիր, պատկերացրեք ունենք ինչ-որ մի սենց A, B, ինչ-որ մի այսենց հատված, Եվ այսը վերցրել ենք իր C միջնակետը, հա, այսինքն ենթադրենք թող այսքանը լինի 10, այս միջնակետն էլ լինի 5, ու պատկերացրեք սենց մի իրավիճակ, ուրեմն ունենք ինչ-որ մի, ասենք սենց ճանճ, հա, ինչ-որ մի ասենք ճանճ ունենք, այս ճանճը գալիս է ու պատահական այս AB հատվածի վրա մի որևէ կետում նստում է։ Ասենք կարող է ստեղ, կարող է ստեղ, կարող է ստեղ, ու ոնց որ հարցը հետևյալն է, ինքը կարող գա եւ ոնց որ ոչ մի տարբերություն չի դնում, որ մասում կնստի։ Այսինքն նենց չի, որ ճանճը գալիս է ու ավելի շատ հակված է այս մասերում նստի կամ այս մասերում նստի, իր համար այս բոլոր կետերը պատկերացրեք նույն հավանականություն ունեն։ Այդ մասին մի քիչ հետո ավելի տենց կֆորմալիզացնենք, հիմա զուտ պատկերացրեք ունեք այս ձեր AB հատվածը, ճանճը գալիս է ինչ որ միտեղ նստում է։ Դա ինչ է կարծում, ինչքան է հավանական, որ ճանճը կնստի այս հատվածի առաջին ձախ կեսում։ Ինչ տարբերակներ կա։ Կախված է Ըհը։ եթե AC կներեք էլի եթե AC-ի մեջ է գալու նստի այս ցեն 5-ա չէ Այո, այո։ 5 մասը 10-ից էլի սա Ըհը։ 5/10 պետք է լինի Ահա, շատ ճիշտ է։ Կամ կարող ենք ասենք երկու կես ունի, ինչ տա, եթե իր համար ոչ մի տարբերություն չկա, ձախ կեսում կնստի, թե աջ կեսում կնստի, որ երկու կեսը ձախ կեսում նստելու հավանականությունը 1/2։ Կամ այդ ոնց որ դուք ասացիք, կարանք հաշվենք այս AC-ի երկարությունը, բաժանենք ընդհանուրի երկարության վրա, այսինքն ընդհանուրը 10-ը լինում է 5/10, այսինքն 1/2։ Ու իրոք, այս ոնց որ շատ աշխատող մոդել է, հենց այդպես էլ կա իրականում։ Մենակ մի պայման պետքա դնենք, որ ճանճամար ոնց որ ոչ մի տարբերություն նենց չլինի, որ ենթադրենք այսքան մասում ասենք թե մեղր է քսած ու ոնց որ ինքը ավելի շատ հակված է գա այս կողմը նստի։ Այլ եթե սովորական ինչ որ տենց ծուր հատված է եւ ոչ մի երկու կետերի միջև ինքը տարբերություն չի դնում, այդ դեպքում սենց է տեղ ունենում։ Իրոք կարանք երկարությունը այս մեր AC հատվածի բաժանենք ընդհանուր AB-ի վրա։ Այ երկրաչափական հավանականությունը հենց այդ է ասում։ Օրինակ, այս նույն իրավիճակն է, երբ որ ունենում եք, ասենք, պատկերացրեք ինչ որ sense բանա, հա, այս մեր ընդհանրենք հողա, հա, ինչ որ տենց տարածքա, հողակտոր է, ու ասենք, ստեղ ունենք ինչ որ մի հատ տենց ամպ, հա, ու ասենք թե ձյուն է գալիս, չէ, այսինքն ձյան փաթիլները sense գալիս են, իջնում են եւ այլն, ու գուշակել թե հաջորդ փաթիլը որտեղ կգա կնստի, այս այդ B հատվածն է ենթադրենք ցանկացած մասում, ցանկացած տեղամասում, AB հատվածում այդ ձյան փաթիլի գալու, ինքը ոնց որ ոչ մի տարբերություն չի դնում երկու մասերի միջև։ Այսինքն օրինակ հավանականությունը, որ հաջորդ ձյան փաթիլը կգա այս կտորում կընկնի, նույնն է ինչ որ հաջորդ փաթիլը կգա այս կտորում կընկնի։ Սրանք հավասար երկարություն ունեն այս երկու նշածները, բայց ուզում ասեմ, որ օրինակ տենց ինչ որ sense AB-ն լինի ու սпасեք ձյուն գա, ձյուն գա, ձյուն գա եւ այլն, վերջում գալու է այդ ձյունը նստի ինքը մոտավորապես ինչ որ sense այս տիպի ինչ որ մի բան անել, այսինքն այս մակարդակով մեկ sense ձյուն է նստած լինելու։ Չէ, այսինքն այնց չի լինելու, որ այս հարթ տեղամասի վրա տենց ձյուն գա, մեկ է վերջում տեսնեք ձյունը sense եկավ կուտակվեց ինչ որ տեղ շատ եկավ, ինչ որ տեղ քիչ եկավ, նենց process է այդ ձյան գալու տենց գործընթացը, որ ինքը որ ժամանակ անցնում է, ասենք մի քանի ժամ որ ձյուն գա, ինքը լրիվ տենց հավասար է նստում ձյունը, հետեւաբար նշանակում է իր համար ոչ մի տարբերություն չկա, ասենք այս տեղամասը թե այս տեղամասը։ Ը, Շատ լավ։ Հետո այս ամեն ինչը մի քիչ տենց ավելի ֆորմալ անուններ կտանք, ասենք որ եթե այս ձևի է տեղի ունենում, ապա ոնց որ ձյան ամեն մի հաջորդ փաթիլը թե որտեղ կգա, կամ մրջյունը գնացեք ճանճը որտեղ կնստի, եթե սենց է, այսինքն AB միջակայք ունենք ու իր մեջ բոլոր կետերը նույն հավանականություն ունեն, այդ դեպքում ասում ենք, որ ինքը հավասարաչափ է բաշխված կամ հաջորդ փաթիլը որ գալիս է, ինքը AB միջակայքի վրա, ուրեմն հավասարաչափ կերպով է ընտրում, թե որ կետում գա ընկնի, բայց ոնց որ սովորաբար այս բառը չենք ասի։ Եթե ասենք AB միջակայքի վրա գա ինչ որ կետ ենք նշում կամ ինչ որ մրջյունը գալի նստում է կամ ինչ որ ձյուն է գալիս ու
բոլոր կետերը տես նույն հավանականություն ունեն, էլ սովորաբար sense տերմիններ չենք ասում, ենթադրում ենք, որ այս դրա մասին է խոսքը։ Այս համար մեր դասը ոնց որ կարող ենք մեզ չտենց ուրախ-լուր ասեմ, հնարավորինս լինելու է առանց որևէ ինչ-որ տերմինների, այսինքն իրոք կարիք չկա ինչ-որ sense տերմինաբանություն ներմուծենք, բայց ոնց որ իմացեք, սա sense է կոչվում, հետո կանդրադառնանք այս հավասարաչափ տերմինի։ Ու ինչի էլի հավասարաչափ, որովհետև ոնց որ իմաստն է, որ դյունը այսպես գալիս է եւ հավասարաչափ է նստում, այսինքն բոլոր մասերում հավասար բարձրության։ Հարցեր։ Okay, սա ոնց որ հիշացնեմ մեր այդ մոտիվացիոն օրինակներ ու ասում էր, եթե ունես այս ինչ որ մի AB հատված, ու սրա միջից պատահականորեն ինչ որ մի կետ ես ընտրում կամ ինչ որ մի կետ գալիս նստում այն ինչ որ տենց ճանճ եւ այլն, հավանականությունը, որ դա տեղի կունենա այս CD միջակայքում, հավասար է CD-ի երկարությունը բաժանած ընդհանուր երկարության վրա։ Ինչի համար է դա տրամբանական, որովհետև այս CD-ն ինչքան ես մեծ բազմություն վերցնեմ, այդքան հավանականությունը մեծ է, որ կգա կանգնի այ այսքան տեղամասի մեջ, չէ՞։ Մյուս կողմից ինչքան փոքր վերցնեմ, այդքան փոքր է հավանականությունը, ու դե ամենամեծ բանը, որ կարամ CD-ն վերցնեմ, դա հենց ամբողջ AB-ն է։ Այսինքն ասեմ CD-ն հավասար է AB, այդ դեպքում հավանականությունը, որ կգա կնստի այդ CD հատվածի մեջ, դա նույնն է ինչ որ ուղղակի AB-ի մեջ կա նստի, ու գիտենք, որ սեստենից գալու AB միջակայքում նստելու է, այլ այսինքն AB-ն այդ մեր սրա այս AB-ի հավանականությունը 1 է։ Ջամփաթիլը կամ այդ ճանճը գալու է սրա որևէ կետում նստի, ուզում ասեմ, երբ որ CD-ն AB-ս վերցնում տալիս է 1, ինչքան փոքրացնում ես այս տիպը փոքրանում է, հետեւաբար իրոք, եթե բոլոր կետերը, ուրեմն այդպես բոլոր այս ոչ մի ինչ-որ նախընտրություն չունի այդ մեր ճանճը, որ դա գա կնստի, բոլոր կետերը նույն հավանականությունը ունեն, այդ դեպքում ուղղակի լինում է CD-ի երկարությունը բաժանած AB-ի երկարության վրա։ Տեսա այս նորից կգրենք այդ ամեն ինչը։ Շատ լավ։ Ինչն է սա էսի պետք էլի, ասենք այս տեսակի մեթոդները իրանք որ խնդիրները լուծելուց են օգնում։ Շատ հաճախ, երբ որ ունենք ասեն ժամանակային խնդիրներ, օրինակ պատկերացրեք, ինչ որ ավտոբուսը դուրս է գալի ժամը 10:20, սպասում եք ավտոբուսի, ու սենց իրավիճակը ավտոբուսը գալիս է մի պատահական պահի։ Ժամը 12-ից մինչև ժամը 1-ը ընկած այդ մի ժամանոց այդ միջակայքում, կարող լուրը ներքև գրածը չնայեք, ստեղ ոնց որ կարանք առանցքի վրա նկարենք ժամը 12-ը ու նկարենք ժամը 1-ը։ Դե այդ ոնց որ նույնն է իրական, ինչ որ նկարենք 0-ից 60 հատվածը, որտեղ արանքը 60 րոպե է լինում։ Եվ հարցը հետևյալն է։ Հիմա եթե մենք ժամը 12:30 դուրս գանք, ինչքան է հավանականությունը, այսինքն ժամը 12:30 դուրս գանք, կանգնենք կանգառում, սպասենք այնքան, մինչև ավտոբուսը գա։ Արդյոք ինչքան հավանականությունը, որ այդ դեպքում մենք կարողանանք նստել ավտոբուս։ Ոնց որ կարանք ասենք հետևյալը, եթե ավտոբուսը եկած լինի 12:30-ից առաջ, այսինքն ժամը 12-ից մինչև ժամը 12:30 ընկած, այս 30 րոպեանոց միջակայքում եթե եկած լինի, մենք ավտոբուսը բաց կթողենք։ Հա, այսինքն ավելի ուշ դուրս կգաս կանգառ, քան ավտոբուսը եկել է։ Օրինակ, եթե ավտոբուսը գա 12:10, դու դուրս գաս կանգառ 12:30։ Մեր ժամը ֆիքսված է, իսկ ավտոբուսի գալու ժամանակը պատահական է, ու մենք գիտենք, որ դա կարա լինի այս 0-ից 60 միջակայքում ցանկացած պահի կարա ավտոբուսը գա։ Ուրեմն հավանականությունը, որ ավտոբուսը կգա մեր կանգառ դուրս գալուց հետո, այլ ոչ թե առաջ, հավասար է մեր այս գալու պահից հետո, այս 12:30-ից մինչև 13:00։ Այս 30 րոպեանոց տեղամասը պետք է բաժանենք ընդհանուր 60 րոպեանոց տեղամասի վրա։ Այսինքն այս նկարի մեջ ոնց որ ավելի լավ է նկարած, կգա եթե ուզում ես նստես ավտոբուս ինքը պետք է գա անց 30-ից հետո, այդ քեզ տալիս է այս 30 րոպեած միջակայքը, որը պետք է բաժանես ընդհանուր այս ժամը 12-ից ժամը 1-ը ընկած 60 րոպեանոց միջակայքի վրա։ Հետո տվեց 30 բաժանած 60 1/2։ Այսինքն այս օրինակը ոնց որ ուրիշ ձևակերպումով, բայց լրիվ նույն խնդիրն է, ինչ որ այն ամենասկզբում լուծեցինք, որ ճանճը գալիս է, այս դեպքում ավտոբուսն է գալի, ինչ որ միջակայքում ու ուզում ենք հասկանանք ինչքան հավանական, որ կա երկրորդ կեսում։ Ինչ կասեք, ժողովուրդ, ինչ հարցեր ունեք։ Ուզում եմ ձեր հարցերը, առաջարկները։
Շատ լավ, այսինքն այս տեսակի բան, երբ որ լինի ինչքան հավանական, որ ինչ որ ժամանակային միջակայք ունես ու ուզում ես հասկանաս ինչքան հավանական կգա այս ինչ միջակայքի մեջ, այդ փոքրիկ միջակայքը բաժանում ես մեծ միջակայքի վրա, այսինքն երկարություններն ես բաժանում իրար վրա։ Այսինքն հատվածի երկարությունը բաժանում ես ընդհանուր երկարության վրա։ Մի ուրիշ օրինակել կարելի է, ասենք, ինչ որ sense խնդիր նայել, ենթադրենք պատահական ինչ որ մի հատ կետ ենք վերցնում այս A եւ D կետերի միջև, այստեղ այս A-ի կոորդինատները -5 են։ Հա, ինքը այս -5 կետն է։ Ասում է A D կետերի միջև պատահական ինչ որ մի հատ կետ ես վերցնում, ասենք կարա լինի սա կամ կարա լինի սա, ինչքան է հավանական, հա, ժողովուրդ, ընդ որում որ ասենք պատահական կետ ենք վերցնում, կարող նաև վերցնենք sense կետ։ Այսինքն պարտադիր չի լինի ամբողջ թիվ, էլի 0, 1, 2, 3, կարող լինի ասենք π կամ 0.14։ Հիմա ինչ եք կարծում, ինչքան է հավանականությունը, որ այդ պատահական վերցրած կետը ընկած կլինի այս B ու C կետերի արանքում։ Ոնց հաշվենք դա։ B ու C կետերի հեռավորությունը իրարից 6 է, ընդհանուր հատվածինը 12, 6-ը բաժանած 12։ Այո, շատ ճիշտ է։ Ну, Այս բայց ոնց որ 6 չի, 5 է։ Ահա, էսի 5 է։ Գաղափարը ճիշտ է։ Այս BC երկարությունը կբաժանեմ ընդհանուր երկարության վրա։ Դե իրականում ես շփոթացնող ձևի եմ ձևակերպել, այս ոնց որ ընդհանուր երկարությունը -5-ից մինչև 6 է, այսինքն ան ոչ թե այս կետն է, էսի ինչ որ եկետ է, էլի, այլ սա է, բայց գաղափարական առումով ճիշտ է, այսինքն այս երկարությունը -5-ից մինչև 6 ընկած է 11-ը, էսի էլ ինչ է, -6-ից 3 էլ 5 է, այսինքն տալիս է 5-ը բաժանած 11-ի։ Տեսնենք, եթե սխալ չեմ գրել, հա, 5-ը բաժանած 11-ի։ Այո, այսինքն դե ոնց որ այս ձևով լիքը խնդիրներ կարելի է բերել այս տեսակի ինչ որ բանի, ունես մեծ հատված, փոքր հատված ու հավանականություն, որ ինչ որ պատահական վերցված կետը կլինի փոքր հատվածի մեջ, ոնց որ նշեցինք, տալիս է փոքր երկարություն բաժանած ընդհանուր երկարության վրա։ Այսինքն նայում ես որոնք են քո ցանկալի ելքերը, այսինքն որ ավտոբուսի շուշանաս դա ցանկալի ելքն է, էլի։ Այդ ցանկալի ելքերը լինում են մի հատ հատված, փոքր։ Դու այդ փոքր հատվածը բաժանում ես ընդհանուր ամբողջ այդ բոլոր նավոր ելքերի հատվածի վրա։ Շատ լավ, ինքը տենց ոնց որ սիրուն գաղափար է։ Հարցեր։ Okay, ոնց որ այս միաչափ դեպքը այդքան էլ դեռ շատ հետաքրքիր չի, որովհետև հասկացանք ինչա պետք անել։ Եկեք նույն ձև ընդհանրացնենք այդ գաղափարը, երբ որ ունենք ինչ-որ sense երկչափ պատկեր, այսինքն միաչափ ասեմ, կատնում ինչ-որ գծեր էին, հա, ինչ-որ առանցքի վրա հատված, միջակայք եւ այլն, հիմա արդեն ինչ-որ sense երկրաչափական դառնեն ինչ-որ շրջաններ եւ քառակուսիներ, ուղղանկյուններ ու տենց։ Պատկերացրեք ժողովուրդ այսպես բան է խաղում, դարձ է խաղում, այսինքն sense թիրախ է ու դուք պատահական ինչ-որ տենց կրակում եք ինչ-որ մի կետի վրա։ Հիմա պատկերացրեք այս երկու հատ sense շրջան ունենք, հա, այս ուճու շրջանի շարավիղը ինչ որ մի r է, մեծինը 2r, այսինքն այս փոքր շրջանը r է, կանաչը։ Իսկ այս մեծը 2r։ Այսինքն ասեմ այսքան տեղամասը եւս r է։ Ուրեմն երկու հատ sense շրջաններ ունենք, մեկը մյուսի շարավիղը երկու անգամ ավելի մեծ է, ու պատահական այդ նետում ենք մեր այդ թիրախը գնում ինչ որ մի կետի կպնում է։ Նորից եկեք համարենք, որ ցանկացած կետում կպնելու հավանականությունն ունի, այսինքն հավանականություն որ կգա, ասենք թե ստեղ, նույնա որ կգա ստեղ, նույնա որ կգա ստեղ, այսինքն պատահականորեն ինչ-որ մի հատ կետ ենք վերցնում։ Ոնց որ գուշակեցիք, հարցը հետեւյալն է. ինչքան է հավանականությունը, որ այդ պատահականորեն վերցված այդ կետը կկանգնի այս կենտրոնական, այս կանաչ գույնի R շարավղով շրջանի մեջ։ Այստեղ արդեն երկարություններ չունենք, չէ՞, ինչ որ բան չկա, որ երկարությունը հաշվեմ, բաժանում ուրիշ երկարության վրա։ Հարաբերությունն է, ես հենց այն օրինակն է, որ այն օրը բերել էի։ Առաջ Շատ էի։ ճիշտ եք։ Շատ ճիշտ է, ինքը հաճախ հանդիպող տենց օրինակ է, մակերեսներն են։ Այսինքն կարող ենք այս խնդիրը ձևակերպենք այնց, որ այն անգամվա ձեր ասածին նման լինի, պատկերացրեք այսպես որ ունեք ոչ թե հատված, այլ ունեք շոն ասած սեղան։ Ճանճը գալիս, այս պատկերացրեք սեղանն է, այլ այսինքն այս սեղանն է, ուղղակի վերևից ենք իրեն նայում։ Ճանճը գալիս է պատահականորեն նստում է ինչ-որ մի կետում, կարա նստի ստեղ, կամ կարա նստի ստեղ, այսինքն թռնում է, գալիս է նստում է ինչ-որ ստեղ։
ու կարակ հարցնեք, ինչ այս մեջտեղում կանաչ գույնի սփռոց են փռել, ինչքան է հավանական, որ ճանճը կգա կնստի սփռոցի վրա, այլ ոչ թե սփռոցից դուրս։ Հա։ Բնականաբար ինչքան փոքր լինի ձեր սփռոցը, օրինակ պատկերացրեք, այս կարմիրը լիներ, մեջը մի հատ այսպես փոքր սփռոց փռած լինեիք, հավանականություն որ ճանճը կգա նստել դա շատ փոքր է։ Եվ ինչքան մեծացնում ես չափը, այդքան մեծանում է ու ճանճամար ոչ մի տարբերություն չկա, այսինքն կգա ասենց եզրում կնստի, թե կգա այստեղ արեն կնստի մեջտեղը, ինքը նույն բոլոր կետերը կարճացած ունեն, այսպես ասած, նույն հավանականությունը։ Այդ դեպքում ուրեմն ստացվում է այս էր սփռոցի մակերեսը, կանաչի մակերեսը։ Տեսեք, արդեն աշխատում ենք մակերեսների հետ, որտեղ երկչափ է, թե միաչափներ, երկարություններ բաժանենք իրար վրա։ Ուրեմն լինում է կանաչի մակերեսը բաժանած է ընդհանուր կարմիրի մակերեսի վրա, հա, այսինքն այս կանաչի մակերեսը բաժանում է ընդհանուր մակերեսի վրա։ Դե լավ, ժողովուրդ, այսքան որ ասացիք, եկեք եթե ասեք, ուրեմն ինչքան է մեր այս կանաչի մակերեսը, եթե իր շարավիղը r է, մակերեսը ինչքան է լինում։ Պիեր քառակուսի։ Ահա, շատ ճիշտ է։ Էն էլ 4-ը պիեր քառակուսուց հանած պիեր քառակուսի։ Ահա, շատ լավ։ Եկեք, բայց մի հատ sense բան ֆիքսենք։ Մեզ պետքա ոնց որ բոլոր ելքերի կանաչի մակերեսը բաժանեմ բոլոր ելքերի մակերեսի վրա, բայց բոլոր ելքերը այդ նկատի ունենք ոչ թե այս կարմիրը, այլ կարմիրը եւ կանաչի իրար հետ։ Այսինքն պատկերացրեք այսպես, կարմիրին գումարած այդ մեջտեղի կանաչը, որն էս չստացվի, որ ինչ որ այսինքն խոսքեն մասին է, որ եկեք չհանենք Պիեր քառակուսի։ Եկեք պատկերացրեք այսպես իրավիճակը, այս մեջտեղի փոքր այս կանաչի չափը հաշվենք, այսինքն մակերեսը հաշվենք ու բաժանենք իրան ընդհանուրի չափի վրա, այսինքն այս ամբողջի չափի վրա ներառյալ այդ կանաչը։ Ամբողջի չափը կլինի պի անգամ ոնց որ ընդհանուրի շարավիղը 2r է, պի անգամ շարավիղի քառակուսի, այսինքն պի անգամ 2r քառակուսի, եթե ես տասած էր նորվա նշած 4πr քառակուսի։ Որ հանենք պիեր քառակուսի ոնց որ կունենանք այն այս տակի այսքան կտորը առանց մեջտեղի։ Բայց մեզ այդ մեջտեղն էլ է պետք, էլի, այսինքն մեր ուզած ելքերի բազմությունը կանաչը բաժանում ենք բոլոր ելքերի բազմության վրա։ Առանց որևէ բան հանելու։ Այսինքն այս հարցը, որ մենք պատասխանեցինք հենց նոր, կարելի է լուծել այս ձևով։ Վերցնում ես այս փոքր մասի, կանաչ մասի, այսինքն ցանկալի ելքերն ես նայում իրանց մակերեսը ու բաժանում ես Պիեր քառակուսի։ Դե որ ասում ենք bigger circle, ստեղ այդ պետքա ոնց որ մի քիչ ըմբռնումով մոտենալ, այս իրական նկատի ունենք ամբողջը, այսինքն ամբողջ դարձի մակերեսն ես նայում։ Այս ամբողջ թիրախիտ մակերեսն էլ լինում է 2r շարավղով շրջան, այսինքն Պիեր քառակուսի բաժանած պի անգամ 4r քառակուսի, դա տվեց 1/4։ Այսինքն ուշադրություն դարձրեք, ստեղ մակերեսների դեպքում տենց հետաքրքիր բան է լինում, եթե դու վերցնես ինչ որ մի ասած ոնց որ մեծի մակերեսը, եթե 2 անգամ ավելի մեծ նրանից, այսինքն սա r-ը, սա 2r, այդ դեպքում հավանականությունը 2-ը քառակուսի է բարձրանում ստեղ ու տալիս է 1/4, հա, ոչ թե 1/2։ Այդ տենց բնականաբար R2-ում ենք, դրա համար 2 աշճան է բարձրանում ու դրա համար տալիս է 1/4։ Ինչ հարցեր ունենք, ժողովուրդ։ Ցանկացած հարց։ Շատ լավ, այսինքն ոնց որ թե այս հարցն էլ լուծեցինք, էլի, եթե երկչափ դեպքում ենք, կվերցնենք մակերեսները, մեր ուզած ելքերի մակերեսը կբաժանենք ընդհանուր մակերեսի վրա։ Սա պարտադիր չի, ելդեն շրջաններ, հա, կարող լինի օրինակ ասած ինչ որ մի ուրիշ խնդիր, այսինքն ենթադրենք այս սփռոցն է, հա, ու ինչ որ ասենք, չգիտեմ, այսքան հատվածում ասենք ինչ որ տենց ինչ որ բանը խմիչք ենք թափել։ Հիմա պատահականորեն որ ասենք ձեռքը դնենք սեղանի վրա, լավ, մատը դնենք սեղանի վրա ինչ որ մի կետում։ Լրի պատահական են։ Ինչքան է հավանական, որ այս չգիտեմ, ստեղ սոկ ենք թափել, որ այս տեղամասում կվերցնենք այդ կետը։ Այսինքն ուր ձև ասենք, հա, մատը պատական դրեք այս բանի վրա ինչ որ մի կետում, ինչքան հավանական, որ կթրջվի, այսինքն այդ թաց տեղամասի վրա կընկնի։ Նորից ասում ենք վերցնենք այս մակերեսը հաշվենք, ենթադրենք ինչ որ ձև հաշվել եմ մակերեսը, եւ բաժանենք ընդհանուր քառակուսու մակերեսի վրա։ Այսինքն միշտ լինում է ցանկալի ելքերի այդ մակերեսը
բաժանած բոլոր ելքերի, այսինքն այդ ընդհանուր այդ մեր օմեգայի, մեր ընդհանուր սեղանի, մեր ընդհանուր այս թիրախի մակերեսի վրա։ Ուղղակի այս դեպքում արդեն մակերեսներով ենք աշխատում, այլ ոչ թե երկարությունով, որովհետև երկարության բան չկա, էլի մակերեսը։ Նույնը կարելի է նաև ընդհանրացնել եռաչափ դեպքում ինչ որ ծավալների համար, եկեք որ տենց ոնց որ այդ մեզ ասեմ առանձնապես շատ թիմապիտանի չի, բայց կարող շատ հանգիստ նաև տենց ինչ որ եռաչափ պատկերացնենք ինչ որ ծավալներով նույնը։ Շատ լավ։ Այսքանով ոնց որ այդ ամփոփեցինք այն ամենը, ինչ որ տենց կոնկրետ հենց երկրաչափորեն կարելի է նկարել, հատվածները բաժանել իրար վրա։ Բայց մի շատ գեղեցիկ կիրառություն է երկրաչափական հավանականության գալիս է այն դեպքում, երբ որ նաև այն դեպքերում, երբ որ դու տենց ոչ մի չոր երկրաչափական պատկերներ չունես։ Ինչ նկատի ունենք, օրինակ պատկերացրեք ցած մի հատ խնդիր։ Էլի այդ ավտոբուսը սպասելու այդ պահերն է, ասում է եւ դու եւ ավտոբուսը գալիս եք կանգար ժամը 12-ից մինչև ժամը 1-ը ընկած, այսինքն եկեք էլի գրենք ժամը 12:00-ի փոխարեն գրենք 0, ժամը 13:00-ի փոխարեն գրենք 60, այս 0-ից 60 միջակայքն է, ու ասում է եւ դու եւ ավտոբուսը գալիս եք պատահական պահերի, ասենք այս դու գալիս ես այս պահին, հա, ավտոբուսը գալիս է այս պահին։ Լրիվ պատահական ու նաև պետք է նշել իրարից անկախ, այսինքն ոչ դու գիտես ավտոբուսը երբ է գալի, ոչ ավտոբուսը գիտի թե դու երբ ես գալի։ Երկու լրիվ պատահական պահերի, մի խոսքով դուրս եք գալիս ու սպասում կանգառում։ Իհարկե, եթե դու ուզում ես անպայման ավտոբուս նստես, դու կգաս հենց ուղիղ 12:00, հենց այս պահին կգաս, որ սպասես, թե ավտոբուսը երբ է գալու։ Բայց այս խնդրում ենթադրենք մենք այդքան համբերություն չունենք, պատահական ինչ որ պահի դուրս ենք գալի, ու մի 20 րոպե սպասում ենք։ Այս մեր դուրս եկած պահից մի 20 րոպե սպասում ենք, այսքանը 20 րոպե թող լինի։ Եթե այս ընթացքում ավտոբուսը եկավ, ասենք, այս ինչ որ այս րոպեին եկավ, ուրեմն շատ լավ։ Եթե ավտոբուսը սրանից հետո եկավ կամ սրանից առաջ արդեն եկե գնացել է, մեզ չի հետաքրքրում։ 20 րոպե սպասում ենք ու գնում։ 20 րոպե դուրս են գալի կանգառ, եթե ավտոբուսը չի գալի, տաքսի ենք նստում գնում ենք։ Մյուս կողմից ինչա տեղ ունենում, երբ որ ավտոբուսն է գալի, ավտոբուսն է, երբ որ գալիս է, մի 5 րոպե կանգնում է կանգառում սպասում է, ավտոբուսի սպասելա ժամանակն է 5 րոպե է։ Տերում է ուղևորներից ով կա, ով չկա, ով որ նստում է, գնում է, ով չէ 5 րոպե, հետո մի խոսքով ավտոբուսը շարժվում է։ Այսինքն ինչ իրավիճակ ունենք, երկու պատահական պահեր են 0-ից 60-ի մեջ, նույն այստեղ տառերը ոնց որ սխալ գրեցի, սա մեր Y-ով ոնց որ B-ով ավտոբուսը կնշանակենք իհարկե, Y-ով U, այսինքն ոնց որ թե մենք երբ ենք դուրս եկել։ Շատ լավ, ուրեմն ավտոբուսը գալիս է 5 րոպե սպասում է ու հեռանում, հասցրենք, չէ։ Մենք դուրս ենք գալի, էլի ինչ որ պատահական պահի, 20 րոպե ենք սպասում ու հեռանում։ Եթե ավտոբուսը եկավ, եթե չէ, տաքսի ենք նստում գնում։ Բնականաբար հարցը հետևյալն է, այս իրավիճակի մեջ ինչքան է հավանականությունը, որ ավտոբուսը մի խոսքով կնստենք ավտոբուս։ Այսինքն եւ մենք կհասցնենք բավարար շուտ գալ, շատ ուշացած չենք կրնի կամ էլ ավտոբուսը կգա, մեզ մի քիչ կսպասի, մեկ այդ ընթացքում կգան կնստենք, այսինքն երկու անհայտ բան ունենք, երկուսն էլ լրիվ պատահական ու իրարից անկախ պետք է փոխվեն։ Ուզում ենք հասկանանք ինչ որ ձև հնարավոր է արդյոք հաշվել հավանականությունը, որ ավտոբուս կնստենք, թե չէ։ Ինչ հարցեր ունենք, ժողովուրդ, այս խնդիրը հիմա կփորձենք քայլ առ քայլ լուծել, պահանջի հետ կապված ինչ մտքեր կամ հարցեր ունենք։ Okay, եթե ոնց որ համարելով որ պահանջը ոնց որ ֆիքսեցինք, եկեք ժողովուրդ, ոնց որ մեր հարմարության համար ավտոբուսի գալու ժամանակը նշանակենք B-ով, հա, այսինքն այս B-ն կնի ավտոբուսի գալու ժամանակը, ինքը կլինի ինչ որ 0-ից 60 արանք եղած, ինչ որ մի թիվ, հա, պատկանում է 0-ից 60-ին, ասենք։ Եվ մեր գալու ժամանակը նշանակենք Y-ով։ Դե կարենք XY-ով գրենք, էլ ոչ մի տարբերություն չկա, ուղղակի BY-ով գրենք, որ B-ն զգացվի որ ավտոբուսի ժամանակն է։ Մենք նույնպես գալիս ենք 0-ից 60 ինչ որ պատահական պահի։ B-ի ու Y-ի արժեքները չգիտենք, բայց գիտենք որ պատահականորեն ինչ որ պահի գալիս է։ Եկեք հասկանանք ոնց է կարելի այդ ավտոբուսին հասցնելու պայմանը, այստեղ նշանակում են արած, ոնց է կարելի այդ ուրեմն այդ պայմանը ինչ որ ձև գրել, որպեսզի մի հատ էլ հաշվենք։
Okay, ժողովուրդ, հիմա ոնց որ կարանք ասենք, ավտոբուսը 0:64 պահի է գալու, Y-ը 0:64 պահի է գալու, ուրեմն մեր բոլոր հնարավոր այդ ելքերի բազմությունը, այսինքն ելքեր ասեմ, նկատի ունեմ օրինակ այս BY սենց զույգեր, օրինակ մենք կգանք անց, ավտոբուսը գա անց 31, մենք կգանք անց 40։ Սա ոնց որ վատ դեպք է, ուրեմն ավտոբուս չենք նստի։ Կամ ավտոբուսը կգա անց 00, մենք կգանք անց 3, սա լավ դեպք է։ Եկեք 00 չգրենք անց 0, մենք անց 3։ Եթե ասենք ավտոբուսը գա անց 20, մենք եկած ելնենք անց 10, էլի լավ դեպք է։ Այսինքն բոլոր այս հնարավոր ելքերը որ նայում ենք, ուստի կարա նաև լինի սենց ինչ-որ բան, ավտոբուսը կգա ժամը 3:10, անց 3:14, մենք կգանք անց, ասենք թե 10.3։ Ընդհանրապես ոնց որ նշում ենք, այս ոնց որ րոպեների մասին է, այսինքն ժամանակային ինչ-որ բաներ են, հեշտ պարտադիր չի լինեն ամբողջ արժեքներ։ Բոլոր հնարավոր ելքերը եթե ասած պատկերենք, կարամ գրենք, այս մի առանցքի վրա թող լինի ավտոբուսի գալու ժամանակը, ստեղ լինի մեր գալու ժամանակը։ Ու օրինակ այս մեր 31:40-ը, հա, այսօր 31:40, իրանք կնշանակենք սենց, այս ստեղից կվերցնենք 31-րդ րոպե, ստեղից կվերցնենք 40-րդ րոպե։ Այս կետը, որի կոորդինատներն են 31:40, ինքը ցույց կտա այս առաջին իրավիճակը։ Երկրորդ իրավիճակը ցույց կտա ինչ որ 0.3, հա, այսինքն այս կետը։ Երրորդ իրավիճակը ցույց կտա, ուրեմն ստեղ 20 կվերցնեմ, ստեղ 10 կվերցնեմ, այս կետը։ Այսինքն ըստ էության ցանկացած այդ մեր sense թվազույգ որ դու վերցնես 0-ից 60, 0-ից 60 ընկած, այս ժորտ այս գրելաձևը մեր Դեկարտեն արտադրյալն, այսինքն 0-ից 60, 0-ից 60, այս հիշենք, այսենց այս քառակուսին, հա։ Ոնց որ ուզում ենք ասենք, այս քառակուսու մեջ ընկած ցանկացած կետ, որ դու վերցնես, իր կոորդինատները A, B, լավ YB, այդ կլինի ինչ որ մի հավանական տարբերակ։ Ու բոլոր տարբերակները ոչ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի, այսինքն բոլորը հավասար իրար նկատմամբ հավանականություններ ունեն։ Այսինքն ինչ ենք ուզում ասենք, բոլոր հնարավոր ելքերի բազմությունը այս 0-ից 60, 0-ից 60 քառակուսին է։ Շատ լավ։ Այսինքն այս քառակուսու մեջ եթե վերցնես որևէ կետ, ասենք այս կետը որ վերցրեցի այստեղ, կնայես իր այս երկու կոորդինատները որոնք են, ենթադրենք լինում է 20, 40, այս նշանակում է ավտոբուսը եկել է 12:20, մենք եկել ենք 12:40։ Եվ բնականաբար այս կետը եթե վերցնես, այս կետի դեպքում մենք ավտոբուսին չենք հասցնի։ Բայց հեսա կտեսնենք թե որ կետերն են, որ դեպքում մենք ավտոբուսին կհասցնենք։ Հարցեր, ժողովուրդ։ Այս այդ ամենանուրբ պահն է, էլի ոնց է պետք հասկանալ, որոնք են բոլոր հնարավոր ելքերը։ Շատ լավ։ Ուրեմն բոլոր հնարավոր ելքերը լինում են այս քառակուսի միջի կետերը։ Մի ժողովուրդ, երբ որ ունենում եք երկու հատ sense փոփոխական իրարից անկախ, մի հատը B-ն է, մի հատը Y-ն է, կարաք sense ինչ որ քառակուսով գրեք, ստեղ B-ի հնարավոր արժեքները 0-ից 60, ստեղ Y-ի հնարավոր արժեքները, ու արդեն այդ քառակուսի միջի ցանկացած կետ ոնց որ նշեցիք, ինքը կտա ինչ որ մի հնարավոր ելք։ Շատ լավ, ժողովուրդ։ Հիմա առաջին բանը, որպեսզի ավտոբուսին մենք օրինակ ենթադրենք, լավ, սենց ասեմ, առաջի պայմանը, որպեսզի մենք կարողանանք ավտոբուսը նստել, այդ հետևյալն է։ Եթե ավտոբուսը եկել է օրինակ ժամը, այս մեր 0-ից 60-ի մեջ, եթե ավտոբուսը եկած լինի օրինակ անց 40, մենք ժամանակ ունենք մինչև անց 45, այսինքն եւս այստեղ 5 րոպե կարան գումարենք, հա, եթե էսի մեր բասի գալու ժամանակն է, էսի դրան գումարած 5-ն է, մենք ունենք 5 րոպե ժամանակ։ Եթե այս ընթացքում կարողանանք գանք, կամ եթե արդենից եկել ենք մինչև այդ պահը, դե իհարկե այստեղ ինչ որ տես 20 րոպեանոց պահեր կան, բայց ասացողն է, եթե դու գաս անց 45-ից հետո, այսինքն ուշանաս, այս ընթացքում գաս, նշանակում ավտոբուս չես նստի, այսքան տեղ ավտոբուս չնստելն է։ Ուրեմն որպեսզի մենք կարողանանք ավտոբուս նստել, պետք է մեր գալու ժամանակը լինի ստեղ արեք ինչ-որ մի տեղ, այսինքն կամ այստեղ լինի, կամ այստեղ լինի, կամ այս 5 րոպեանոց միջակայքում լինի։ Այսինքն եթե մեր Y-ը այս B գումարած 5-ից հետո եկավ, այսինքն ավտոբուսը գալուց 6 րոպե հետո, 7 րոպե հետո, 7.5 րոպե հետո եկանք, գործերը լավ չեն լինի, ավտոբուսը գնացած կլինի, տաքսիով կգնանք։ Ուրեմն ավտոբուսը նստելու պայմաններից, անհրաժեշտ պայմաններից մեկն է այն,
որ մենք գանք ավելի շուտ, քան այս b+5-ը։ Այսինքն մեր այս գալու ժամանակը պետքա չգերազանցի ավտոբուսի գալու ժամանակի 5 րոպեից n կոմա։ Այսինքն թե ասලා 5 րոպե, գալիս եմ 5 րոպե սպասում եմ, դու իրա գալուց 8 րոպե ուշանալ իրավունք չունես։ Ուրեմն մեր ցանկալի ելքերը, նպաստավոր ելքերը պետք է պարտավորը որ բավարարեն հետևյալ պայմանին։ Չի կարելի ավելի շատ ուշանալ, քան b+5-ը։ Ոնց ենք սա հասկանում այս կետերը որոնք են։ Վերցնում ենք, եկեք հիշացնեմ, այս մեր քառակուսին ունենք, իր մեջ էս b եւ y առանցքներն են։ Վերցնում ենք y-ը, այս փոքր հավասարի նշանը սարքում ենք հավասար b+5։ Հա, օրինակ էս y հավասարը b ուղիղն է։ Սա մեր y հավասարը b ուղիղն է։ b+5 ուղիղը կազմելու համար իրան վերցնում ենք 5 միավորով տեղափոխում ենք վերը։ Այսինքն ստացվում է այս ուղիղը։ Սա տալիս է b գումարած 5 ուղիղը, y հավասարը b+5։ Մենք ուզում ենք գանք այս սրանից ոչ վերև, ուզում ենք սրանից փոքր կամ հավասար լինի մեր y-ը։ Եթե ասում ես y-ը փոքր հավասար է ինչ որ մի այս պայմանից, ուրեմն նշանակում է պետքա վերցնենք այս մեր տարած այս երկրորդ գծի, եկեք առաջինը ջնջեմ։ Մեր այս երկրորդ գծի ներքևում եղած, այս աջ նկարում դեղինով է նշած, մենք այստեղ կապույտով նշեցինք, այս տիրույթն է։ Այսինքն այս մակերեսը, էսի բոլոր այն կետերն է, որոնցում y-ը փոքր հավասար է b+5-ից։ Եթե ստեյց մի հատ կետ վերցնենք, օրինակ այսին, օրինակ այստեղից այսին վերցնում։ Տեսեք, իր կոորդինատները մեկը 40 է մոտավորապես, մյուսը ասենք ինչքան լինի, որ լավ լինի, մի 20 է, ասենք թե եւ իրոք b գումարած 5-ը կտա 45, y-ը կտա 20, 20-ը փոքր հավասար է 45-ից։ Այս իհարկե այդքան էլ լավ դեպք չի, որտեվ եթե դու գաս անց 20 րոպե սպասելու ես, հետո դե լավ չէ, այս լավ դեպք է, 20 րոպե կսպասես, անց 40 ավտոբուսը կգա, կնստես կգնաս, բայց եթե ստեղ լիներ 19, այդ արդեն չէ լինի։ Եթե դու գաս օրինակ անց 19, կսպասես եւս 20 րոպե, այդ կընտա անց 39, կգնաս, հա, այսինքն անց 39 կգա, դու կգնաս, անց 40 ավտոբուսը կգա, այդ ուրեմն լավ չի լինի։ Բայց մի խոսքով գաղափարը որն է, վերցնենք մեր այս ցանկացած ելքերը, ասենք y-ը պարտավոր ավելի շուտ գա, քան ավտոբուս գումարած 5 րոպե այդ պատուհանը ու ստացվում է հետևյալ պայմանը։ Պայմաններն ոնց է անում, վերցնում եք հավասարության դեպք գիծը տանում եք, եթե գրածա փոքր հավասար, վերցնում եք այդ գծից ներքև։ Եթե գրածա y-ը մեծ է կամ հավասար, վերցնում եք այդ գծից վերև։ Մեր դեպքում ինչ-որ մատ այսպես պատկեր է ստացվում, ուշադրություն դարձրեք, որ այն ոնց որ ստեից կտրվում է, ես կտորում, ինքը ինչ որ 1 2 3 4 5 Սա ինչ որ մի հնգանկյուն է ստացվում, հա։ Ցանկության դեպքում կարող սա մակերեսը հաշվենք, բայց եկեք չվրազենք։ Ուրեմն այս մեր առաջի պայմանը չի կարելի գալ ավելի ուշ, քան ավտոբուս գումարած 5։ Հարցեր։ Լավ, ուրեմն եկեք ես հարց տամ։ Իսկ որը պետքա լինի մեր երկրորդ պայմանը։ Էլ ինչ պայման դնենք, որ ոնց որ կարողանանք նստել ավտոբուս։ Այս Y-ի եւ B-ի վրա։ Որ B-ն փոքր կամ հավասար լինի y+20։ Շատ ճիշտ է։ Եթե ես գամ ավելի շուտ, օրինակ ես գամ ուղիղ 10:10, 20 րոպե սպասեմ, տեսեք ինչքան երկար ժամանակ է, 20 րոպե սպասեցի, այսինքն այս իմ Y-ն է, այս իմ Y գումարած 20-ը։ Եթե գամ 20 րոպե սպասեմ, այդ ամբողջ ընթացքում ավտոբուսը չգա, ես կգնամ։ Եթե իմ ավտոբուսը գա, այս B-ն լինի Y գումարած 20-ից ավելի ուշ, նշանակում է ավտոբուս չես նստի։ Ուրեմն որպեսզի ավտոբուսը, որպեսզի կարող մի խոսքով ավտոբուսը ճիշտ ժամանակին գա, այլ ոչ թե ժամանակը մենք արդեն հեռացել ենք, ինքը իրավունք չունի մեր գալուց ավելի քան 20 րոպե ուշանալ։ Ուրեմն ավտոբուսը պետքա գա փոքր կամ հավասար է քան մեր գալու պահը պլյուս 20 րոպե։ Սա մեր երկրորդ պայմանն է։ Հա, ոնց որ երկու պայման կար, երկուսն էլ օգտագործեցինք։ Այս կանաչով գրված է, որ ոչ մենք պետքա ուշանանք ավտոբուսի գալուց մինչև 5 րոպե, դրանից ուշ գալ հնարավոր չի։ Եվ ավտոբուսը պետք է չուշանա, այսինքն մեր գալու ժամանակին գումարած մերս 20 րոպե, հա, ավտոբուսը չի կարող ավելի ուշանա, քան մեր գալու Y պահը գումարած 20։ Սա մեր երկրորդ պայմանն է լինում։ Նույն ձև ժողովուրդ, ոնց որ այն նոր նկարեցինք այս գիծը, տենց է կնկարենք այս գիծը։ Տեսեք հարմարության համար ավելի ընդ որում ճիշտ կլինի մենք Y-ը պահենք այս կողմում,
Այն 20-ը տանենք ձախ, գրենք y-ը մեծահավասար, y-ը մեծահավասար, քան b մինուս 20, կվերցնենք այդ b մինուս 20 անունը ունեցող ուղիղը, սա y հավասարը b-ն է, հանած 20 որ անեք, սենց 20 միավորով կիչնի, այ սենց կգա, ու ոնց որ այս գծից, երկրորդ գիծը որ գծել ենք, մեզ պետք է իրանից վերև գտնվող կետերը նայենք, այսինքն ինչ-որ մի հատ այսենց մագերես է լինում, եկեք այդ ոնց որ պատրաստի գծած ունենանք, ուրեմն մի պայման է, y-ը փոքր, y պետք է այդպես շատ շուշանական ավտոբուս պլյուս 5 րոպե, բայց նաև պետք է այս երկրորդ պայմանն է, չէ, պետք է ավտոբուսը բեմ փոքր լինի, քան y գումարած 20, այսինքն ինքն է իրավունք չունի մեր այդ համբերության բաժակը լուծվելուց հետո գալ։ Սա է տալիս է y-ը մեծ հավասար b մինուս 20-ը, որը ինչ-որ մի հատ այսենց ուրիշ հանգանկյուն է։ Հարցեր, ժողովուրդ, կարող ես կտոր մի հատ նորից ասենք, եթե որևէ հարց ունենք որևէ մասից։ Okay, ուրեմն ուզում եմ որ տեղ ունենա համ այս վերևի պայմանը, համ էլ այս ներքևի պայմանը։ Այն վերևինը մի հանգանկյուն է, ասենք այս հանգանկյան անունը դնենք a հանգանկյուն, ինչ որ մտա այսպես պատկերը, չէ։ Այս ներքևինի անունը դնենք b հանգանկյուն, այսինքն սա թող լինի մեր b-ն, մի խոսքով, ինչ որ այսպես պատկեր է ստացվում։ Հիմա որոնք են մեր նպաստավոր ելքերը։ Ոնց կբնութագրեք, որ բազմությունն է, այս երկու հանգանկյունների հետ ինչ կապ ունի։ Այդ երկու հանգանկյունների հատումը, այսպես ասված։ Այդ գրաֆիկը պիտի գծենք նենց, որ ոնց որ եթե կապույտը կան դեղինի հետ խառնենք, կանաչ հատվածի մակերեսը պիտի բաժանենք 3600-ի, էլի։ Շատ ճիշտ է։ Էսա հենց այտենց է կանենք ու հենց կանաչը կստանանք, ոնց որ ես մեր ան բերենք դնենք այս b-ի վրա, նայենք իրանց հատումը, այսինքն տեսեք, մեզ պետք են այն կետերը, որ համ այս վերևի պայմանն է բավարարում, համ ներքևինն է բավարարում։ Այդ վերևի պայմանի բավարարող կետերի բազմությունը, նայում ենք սրա միջից որ կետերն են, որ նաև բավարարում են այս ներքևի պայմանին։ Այսինքն այս երկու հանգանկյունները հատում ենք, այսպես շմիած էս բան է ստացվում։ Այդ հեսա հաջորդ սլայդի մեջ կտեսնենք, կարող նաև նես լինել, որ հատեր դատակ բազմություն ստացվել, էլի, այսինքն ինչ որ հնարավոր ինչ որ դեպքեր լինեն, որ երկու պայմանը միաժամանակ տեղի ունենալ հնարավոր չլիներ։ Բարեբախտաբար, այսպես ավտոբուսի դեպքում դա հնարավոր է։ Շատ լավ, ուրեմն վերցնենք հատենք այս երկու դեղին եւ կապույտ հանգանկյունները, որ ունենանք միայն n կետերը, այդտեղ մեկ այս կանաչն է ստացվում։ Ստեղ վերցրած ինչ կետ էլ նայեք, այսինքն օրինակ վերցնեք այս կետը, հա, ինչ որ կարանք էլի կոորդինատներ տանք, այս կետը վերցնում ես, ստեղ ենթադրենք b-ն 31.5 է, y-ն էլ մոտավորապես այսքան, հա, ինչ որ 32 ամբողջ, ասենք թե 4 4 4 Սա իրոք բավարարում է մեր պայմանին։ Կարանք սրանից մի քիչ ավելի ձախ գնանք, այսինքն ավտոբուսը մի քիչ շուտ գար, այդ նորմալ է, մենք 20 րոպե սպասելու ենք, սա նույնպես այս կետը նույնպես ընկած է մեր բազմության մեջ։ Բայց եթե շատ էս կողմ գանք, այսինքն ավտոբուսը շատ շուտ գար, այդ ոնց որ արդեն դուրս կընկներ մեր բազմության միջից։ Կամ ոնց որ հասկանալի է, եթե մի քիչ ներքև շարժվենք, այս կետը վերցնենք, ինքը էլի նորմալ կետ է, մի քիչ ներքև շարժվենք, էլի նորմալ կետ է, այստեղից արդեն այն կետերն են գալիս, երբ որ արդեն էլ նորմալ չի։ Խոսքով բոլոր մեր ուզած այդ y-b զույգերը, որոնցում համ մենք ենք, համ այդ խոսքով մեր գալու ժամանակն է, որ ավտոբուսի գալու ժամանակից շատ չի ուշանում եւ ավտոբուսի գալու ժամանակն է, որ մեր գալու ժամանակից շատ չի ուշանում, իրանք ընկած են այս պատկերի մեջ։ Դե ոնց որ նշեցիք, մեզ լավ չգծեցի պատկերը, բայց ոնց որ եւի հասկանալի է ինչա կատարվում։ Ինչ որ մի ձևով հաշվենք այս կանաչ պատկերի մակերեսը, բաժանենք իրան ընդհանուրի վրա, այսինքն այս քառակուսու մակերեսի վրա պետքա բաժանենք կանաչի մակերեսը, այս կանաչ կտորի մակերեսը։ Ու վերջ, այդ թիվը կտա հավանականություն, ինչքան կանաչը մեծ, այդքան դե նաև աչքաչափով կարակ նայեք, ասեք մոտավորապես ինչ որ, չգիտեմ, ինչ որ 30%-ի կարգի ինչ որ բան պետքա տա։ Եկեք այդ մնացած ուզանցում արդեն թվաբանությունը այդքան շատ կարևոր չի, բայց եթե ուզում ենք հաշվել այս կանաչի մակերեսը, կարանք այդ ինչ որ մի ձև հաշվենք, ահա տարբերակ ունեք։ Ինձ թվում է ավենա հարմարը այդ եռանկյունների երկարությունները հաշվենք ու հանենք։ Շատ ճիշտ է, այս եռանկյունի մակերեսները հաշվենք, այս քանի, մեկ էլ այնքանի, չէ՞, ոնց որ եթե դու ունես sense թուղթ,
մեջից քեզ պետք է այսքան մասինը նայել, ուղղակի կկտրես այս պոչերը, այս երկու այդ եզրային երակյունները կկտրես։ Շատ լավ, երակյուրի մակերեսները հաշվենք, այդքանը տենց որ շատ կարևոր չի, ուղղակի կանցնեմ առաջ։ Ստե ինչ որ 20-ից 40, 20-ից 60-ա գալիս, տեսեք 20-ից 60, այսինքն այսքանը 40-ա, այսքանն էլ է 40, մի խոսքով ստեղ ունենում ես այս ուղղանկյուն երանկյուն 40 40 կողմերով, սա 90 աշճանն է, տալիս է 40 անգամ 40 երկրորդ։ Իսկ ես վերևի բանի մեջ, ուղղանկյուն երանկյան մեջ, սա 5-ն է, ոնց եմ իմանում էլի, որ սա 5-ն է, տեսեք y հավասարը b + 5 ուղիղն է, ստե կամ դնեմ b-ն հավասարը 0, որտեվ ինձ պետք է այս b-ն 0-ով բարձրանամ վերև մի քիչ։ Խոսքով b-ն տեղադրեմ 0, ստեղ տալիս է 5։ Այ մնացածը տենց կրկին կարևոր չի, ինչ որ մի ձևով կհաշվենք, կգտնենք։ Տենց, այս էլ տալիս է ինչքան 55, այսինքն 60 հանած 5, այսքանն էլ է տալի 55, այն է տալիս է 55-ի քառակուսի երկրորդ։ Մեր կանաչը այդ ընդհանուրից հանած այս երանկյունը եւ հանած այս երանկյունը, այդ մակերեսն։ Այսինքն այդ հաշվարկները եթե կատարեք, կտեսնեք 60-ի քառակուսի հանած առաջի կարմիր երանկյուն, հանած երկրորդ կարմիր երանկյուն, այդ տվեց կանաչ մասը, այն ինչ որ ստեղի համարիչում է գրած, այդ հենց մեր ուզած նպաստավոր ելքերի բազմությունն է այսքանը, այս կանաչն է։ Իրան տվեց 103 բաժանում ես 288-ի վրա։ Այսինքն 30 քանի տոկոս ոնց որ աչքաչափով տեսի բան պետքա լինի։ Ուրեմն այդքան հավանականությունով, տեսեք, մենք լուծեցինք մի հատ խնդիր, որի մեջ ոչ մի բան հայտնի չէր։ Եվ մենք ենք պատահական ինչ որ պահի գալի, եւ ավտոբուսներ պատահական պահի գալիս, ու այս երկուսն է անհայտ թվեր են։ Բայց պարզվում է, որ ոնց որ կարելի է ուղղակի օգտվելով նրանից հետո ինչքան պետքա սպասես, ավտոբուս ինչքան պետքա սպասի, դրա միջոցով ստացար այս հստակ ֆիքսած հավանականությունը։ Եթե ասես այս հավանականությունը մեծանա, ասենք 20 րոպեից 30 րոպե սպասի։ Կամ ինչ-որ ուրիշ ավտոբուսի սպասի, որը գալի 10 րոպե է կանգնում, էլի։ Շատ լավ։ Ոնց որ այս խնդիրը լուծեցինք, ներմուծելով երկու անհայտ փոփոխականներ, ամեն մեկին միացած առանցք վերագրելով, էսի այդ օգտակար տրյուկն է, էլի, խոսքով որ երկրաչափական հավանականությունը ասում է եկեք անենք։ Այդ առանցքները նշեցինք, հնարավոր ելքերի բազմությունը ֆիքսեցինք, դրա միջից ընտրեցինք, որ ելքերն են, որ մեր ինչ որ մեր ուզած պայմանին բավարարում են, այսինքն ցանկալի նպաստավոր ելքերն են, եւ այդ դրանց մակերեսը բաժանեցինք ընդհանուր մակերեսի վրա։ Այսինքն խնդիրը, որի մեջ ոչ մի երկրաչափություն չկար, կարելի է անհայտները տառերով նշանակել, բայց պարտադիր անհայտները ոնց որ պետքա ֆիքսենք, անկախ են թե անկախ չեն։ Այդ պահը կա։ Վերցնում ես անհայտները տառերով նշանակում ես, ինչ որ գրաֆիկ ես գծում, գծագիր ես անում, արդեն եղավ երկրաչափական խնդիր, արդեն լինում է մակերես բաժանած մակերես։ Թեև սկզբնական խնդրի մեջ ուրեմն ոչ մի մակերեսներ, ոչ մի երկրաչափություն չկար։ Շատ լավ, ինչ հարցեր ունենք այս ամբողջ այս խնդրի մասին։ Դե ոնց որ սարման խնդիրներ էլի իհարկե ոնց որ լինքը կդնենք, թե որտեղից կարդալ, հա, ինչ տարբեր բաներ կան, ինքը շատ հետաքրքիր ոնց որ մոտեցումը, լիքը բարդ խնդիրներ կան, որոնք որ այս ձևով փորձել են լուծել, բայց ասենք լուծումը հայտնի չի, բայց մոտավորապես ինչ որ լուծման ինչ որ պատասխաններ կան եւ այլն, ասեմ տենց միջնադարից եկած ուրեմն մեթոդ է, եթե ոչ ավելի շուրջ ժամանակներից, էլի։ Եվ ինչ որ տենց էսրա մասին երկու հատ էլ հայերեն տեսանյութեր կան, դրանց ոնց որ հղումներն կդնենք, որ եթե ուզում եք նայել, ուղղակի նայեք այդ խնդիր եւ լուծում այդ ֆորմատով։ Եկեք մի քանի խնդիրներ լուծենք, հա, ոնց որ ու այդքանով ամփոփենք այս երկրաչափական հավանականությունը։ Պատկերացրեք ինչ որ sense հարց, հա, ես գծեմ, բայց դուք կպատասխանեք, թե ինչա տեղ ունենում, ասում է ադին ու բուդին պատական թիվ են վերցնում 0-ից մինչև π միջակայքում։ Ինչի π ուղղակի, ոչ մի տարբերություն չկա, այսինքն ասածս այնա, որ ներս չի վերցնում են չմատ ամբողջ թիվ, էլի 0, 1, 2, կարող վերցնել 1.5։ Մի հատ թիվ ադին է վերցնում, հատ թիվ բուդին է վերցնում, հա, այսինքն անունները դնենք սա a կետն է, սա b կետը։ Կարող նաև նենց լինի, որ այս ադի վերցած թիվը ավելի մեծ լինի, այսինքն a-ն ստեղ լինի, b-ն ստեղ լինի։ Ինչ որ մի ձևով պատահականորեն վերցնում ենք երկու ուրեմն թվեր 0-ից π միջակայքից, ինչքան հավանականություն, որ այս առաջի վերցրած թիվը, այսինքն AD-ի թիվը ավելի մեծ կլինի, քան բուդի վերցրած թիվը։ Ոնց մոտենանք այս խնդրին, ժողովուրդ։
ոնց հաշվենք այդ հավանականությունը, որ երկու հոգի թիվ են ասում, առաջին մարդու ասածը երկրորդ մարդու ասածից մեծ կլինի։ Դե ես մտածում եմ օրինակ կարանք ասենք առաջինի վերցրած օրինակ I-ա, երկրորդն էլ որ պետքա ոնց որ իրանից մեծ վերցնի, ոնց որ I-ից աճ պետքա ընկնի, այդ հատվածից պետքա վերցնի, ու տենց համակարգի մեջ դնենք, էլի մգնանք մակերեսներում ինչ որ բան էլի։ Շատ լավ, ես դեցա եկեք անենք։ Մի հատ ֆիքսենք մեր սկզբնական ան ու բեն, որտեղից որտեղ կարան փոփոխվեն, սրանք երկու իրարից անկախ բաներ են, չէ՞, թվեր ենք ասում, ու նորից որ ասում եմ randomly նկատի ունենք ինչ որ լրիվ պատահական ձևով, այսինքն նես չի, որ ոնց որ ադին հակված է այս 0-ի մոտիկ թվեր ասել, իսկ բուդին հակված է ասենք p-ին մոտիկ թվեր ասել, չէ։ Երկուսը սենց հավասար հավանականությամբ են վերաբերվում բոլոր կետերի։ Եկեք մի հատ ֆիքսենք, այս երկու ան ու բեն ո՞ր միջակայքում են թվեր ընդունում։ Չէ, ան ընդունում է 0-ից p, բեն էլ ընդունում 0-ից p։ Ուրեմն եթե երկու առանցքներ սենց վերցնենք գծենք, a-երի առանցքը եւ b-երի առանցքը, նայրն են b-երը, իրանցում ունենալու ենք 0-ից մինչև p, մեր այդ թույլատրելի այդ ելքերը, այսինքն 0-ից մինչև p ստեղ, 0-ից մինչև p ստեղ, եկեք այն մնացած մասը ջնջենք, ուրեմն ունենալու ենք էլի մի հատ այսպես քառակուսի։ Հա, այս մեր այդ 0p անգամ 0p, այս երկու բազմությունների ներությունը, այս երկու միջակայքերի Դեկարտյան արտադրյալն է։ Սա մեր ոնց որ բոլոր հնարավոր ելքերն են, անվանական տնենք օմեգա, իր մակերեսը ոնց որ ինչքան է լինում է p քառակուսի։ Այսինքն սրա մակերեսը կարամ sense գրեմ p քառակուսի։ Շատ լավ, հիմա մեզ պետքա նպաստավոր ելքերը, ոնց որ ասիկ նպաստավոր են այն ելքերը, երբ որ ուրեմն ան մեծա b-ից։ Եկեք նայենք, այս սրա մեջ կամ որ նույնա b-ն փոքր է a-ից։ Հա։ Դե վերցնում եմ b-ն հավասար, մի հատ էս փոքրի նշանը փոխում դնում եմ հավասար, b-ն հավասար է a։ Ոնց որ ասեմ y-ը հավասար է x։ Էդի որ գիծն է, էդի այս գիծն է։ Այսինքն այս իմ նկարած այս պատկերի մեջ, որ այստեղ ունեմ, վերցնում եմ b-ն հավասար է a գիծը, որը ինչ որ մատ այս է ուղիղա ստացվում։ Եկեք այն բաները շտրիխները ջնջենք։ Ուրեմն այս գիծը որ նայես, սա այն կետերն են, որոնցում a-ն ու b-ն իրար հավասար են։ Հիմա եթե ուզում եմ ոչ թե ուրեմն այս երկրորդ թիվը b-ն հավասար լինի a-ին, այլ ուզում եմ այս b-ն ավելի մեծ լինի, քան a։ Ուրեմն ինչ անեմ, այս ուղի որ կողմը վերցնեմ, վերևը թե ներքևը։ Տեսեք, ինձ պետքա b-ն փոքր լինի a-ից, կամ նոր սխալ ասի իրական էլի, այսի մեծ։ Գիտեմ, որ b-ն հավասար է a-ն, այս գիծն է, այս էլ b-երի առանցքն է։ Հիմա եթե այս գծից վերև շարժվեմ, b-ն կմեծանա, b-ն ավելի մեծ կլինի, քան a-ն, եթե ներքև շարժվեմ, b-ն ավելի փոքր կլինի, քան a-ն։ Ինձ պետքա b-ն ավելի փոքր լինի, քան a-ն, հետևաբար որ եռանկյունը վերցնեմ։ Ներքևին։ Շատ ճիշտ է։ Այսինքն ներքևը կվերցնեմ, հավանականություն կլինի այս եռանկյան մակերեսը, չէ՞, դե բաժանած ընդհանուր մակերեսի վրա։ Իսկ իրականում ոչ մի տարբերություն չկար, այս եռանկյունը ավելի ներքև ընկածը կվերցնեմ, թե ավելի վերև ընկածը կվերցնեմ։ Այսինքն եթե ես վերցնեմ այս վերևի եռանկյունը, իր մակերեսը բաժանած ընդհանուր մակերեսի վրա տալու է 1 երկրորդ։ Հա։ Այսինքն եթե խնդիր լուծեցինք, էլի, ոնց որ ուզում ես որ բուդի ասած թիվը ավելի փոքր լինի, քան ադի ասած թիվը, վերցնում ես այս հավասարության այս գիծը տանում ես, նայում ես այս գծից վերև մեկն է հաղթում, գծից ներքև մյուսն է հաղթում։ Եվ երկու եռանկյունների մակերեսներն են նույնն են, այսինքն ինչ որ π քառակուսի երկրորդ են լինում, հա, ինչ որ այսպես մի հատ ուղղանկյուն եռանկյունն է, π եւ 90 աշճան։ Իր մակերեսը վերցնում ես, բաժանում ես սրա վրա։ Դե կամ էլ ցուցակի աչքաչափով, այսինքն աչքաչափով չէ, տեսողաբար ասում ես ընդհանուր մակերեսի կեսը ներքևն է, կեսը վերև, ուրեմն 1 երկրորդ։ Շատ լավ։ Դե նաև այս խնդրին կարելի է ուրիշ ձև մոտենայինք, չէ, ասենք գիտես ինչ, ադի ասած թիվը, որ բուդի ասած թիվից մեծ լինի, դրա հավանականությունը նույնն է, ինչ որ առաջին մարդու ասած թիվը երկրորդ մարդու ասած թիվից փոքր լինի։ Այսինքն եթե ես տեղ ես greater բառը ջնջեի, հա, այսինքն գրեասենք the smaller, այդ դեպքում նույն պատասխանն է ստացվելու, էլի, նենց էս խնդրի մեջ ոնց որ երկու մարդ ուղղակի թվերն ասում։ Առաջին ու երկրորդ չկա, էլի, այդ մենք ենք ասում ադի-բուդի։ Այսինքն այս խնդրի պատասխանը նույնն է մնում, երբ որ դու ուզում ես հաշվես, այս սրա հակառակ իրավիճակը, երբ որ այն մեկի ասած թիվը մյուսի ասած թիվից փոքր է։
Դե ոնց որ ստացվում է եւ ինքը եւ իր լրացումը այդ ոնց որ նույն հավանականություն ունեն, այսինքն ադի ասած թիվը որ մեծը լինի, դրա հավանականությունն է ինչ որ ասած թիվը փոքր լինի։ Գումարային հավանականությունը 1 է, ուրեմն ամեն մեկը 1/2, 1/2։ Բայց այս ձևը կարող ուրեմն լուծենք փաստորեն։ Եկեք դե ժողովուրդ, այդ ինչ որ միտեղ գրենք։ Ուրեմն մենք հաշվեցինք հավանականությունը, որ ադի ասած թիվը ավելի մեծ է, քան բուդի ասած թիվը, տվեց 1/2։ Նույն եղանակով կարող ենք այն մյուս եռանկյունը վերցնենք, ստանանք հավանականություն, որ ադի ասած թիվը փոքր է բուդի ասած թվից, էլի տալիս է 1/2։ Ու այս Ահա։ կընտրի ստացվում է հավանականությունը, որ ադի եւ բուդի ասած թվերը հավասար են 0 է։ Շատ ճիշտ է։ Հենց այս ըստեյության հարցը դրան ենք բերում։ Հավանական, այսինքն տեսեք, 3 հատ դեպք է, չէ՞, հնարավոր, որ կամ իրար հավասար են, կամ առաջինը փոքր է, երկրորդը մեծ, կամ առաջինը մեծ, երկրորդը փոքր։ Գրում ենք սա 1/2, 1/2, այդտեղ էլ այլևս այդտեղ տեղ չի մնում, չէ՞, գումարային պետք է տա 1, ուրեմն այսքան ուզի 0 է։ Դե սկզբից զարմանում ենք, որ վայ, ուրեմն տենց հավանականությունը 0 է, հա, որ այդ երկու բանը տենց լրիվ նույն թիվը կասեն իրանք։ Դե պարզվում է, որ հա։ Տեսեք, ներողություն։ Տեսեք, քանի որ մենք ասում ենք 0-ից p-ում ինչ որ ցանկացած թիվ, այսինքն թույլատրելի ասել 0.1, 2, 2, 2, թույլատրելի ասել p երկրորդ, թույլատրելի ասել արմատ p, այսինքն նես չէ՞ էլի ասում 0, 1, 2, 3, 4։ Եթե այտենց լիներ, եթե հնարավոր երկեր լինեին, ասենք 0, 1, 2, 3, այսինքն վերջավոր լիներ, այս դեպքում իհարկե հավանականությունը 0 չէր լինի, որ նույն թիվը կասեն։ Կարող ես եմ 1 ասում, դու ես 1 ասում, հավանականությունը ոնց որ գիտեք, 1/4 անգամ 1/4։ Բայց քանի որ անվերջ թվով ելքեր կան, այս այն իրավիճակն է, երբ որ ինչ որ միջակայք ունես, օմեգա տես միջակայքն է։ Ու դու ստեյց ինչ որ բան ես ասում, յուրաքանչյուր կետը ասելու հավանականությունը 0 է։ Դրիվ նույն ձևով, եթե դու ունես sense ինչ որ մի ուրեմն քառակուսի, այս քառակուսու մեջ տեսեք անհավասարաբեն այս գիծն է, անկյունագիծն է, սրանից վերև ան մեծ է b, սրանից հակառակը ան փոքր է b, սրանից ներքև ան մեծ է b, այս գիծը ինքը բարակ է, հա, այս գծի մակերեսը 0 է։ Եթե ուզում ես իր մակերեսը բաժանես ընդհանուրս ուղղանկյա քառակուսու մակերեսի վրա, գծի մակերեսը լինում է 0, որտեղ ինքը տափակ է, այդ ֆիքս ենք, հա, միակ բանը, որ մակերեսը 0 է, ոնց որ այնա, որ ինքը լինի տափակ, այսինքն ինքը կամ պետք է լինի մի հատ կետ, կամ պետք է լինի ինչ որ հատված կամ ուղիղ կամ ճառագայթ, այսինքն ինչ որ մի այնպես տափակ գիծ։ Իրոք, մի խոսքով այս գծի հավանականությունը 0 է։ Ներշի որ անհնար է, բայց հավանականություն շատ քիչ է, որ եթե ասենք ադին ասի օրինակի համար 2.5000000010000010002, չէ, ֆիքսում ենք, որ ինչ թիվ ուզի կարա ասի, պարտադիր չի լինի ամբողջ թիվ։ Եթե օրինակ ադին sense բան ասի ու հավանականությունը, որ բուդին եք ասի լրիվ նույն թիվը, ու ոչ մի թվանշանի մեջ ոչ մի տարբերություն չի լինի իրանց թվերի, այդ հավանականությունը 0 է։ Այդ ոնց որ երկու մարդ ծնված ունեն ճիշտ նույն րոպեին, նույն վայրկյանին, նույն միլիվայրկյանին, նույն նանովայրկյանին, այսինքն լրիվ նույն պահին, այլ ոչ թե մեկը մյուսից ավելի շուտ ավելի ուշ։ Այդպես բան չի լինում, էլի, ինչքան շատ մարդիկ ծնվեն, հավանականությունը դրա 0 է։ Թեև ինքը հնարավոր է։ Շատ լավ, էս էլ էր ոնց որ շատ նուրբ պահ, ոնց որ խնդրեմ ինչ հարցեր որ ունենք, անպայման ասենք, ժողովուրդ, ինչ հարցեր կան։ Հարցեր, առաջարկներ։ Լավ, օքեյ, այս ոնց որ այս խնդիրը sense, եկեք մի հատ ուրիշ խնդիր էլ նայենք։ Այս դասական խնդիրը, հա, հավանաբար որ ոնց որ ստեղ այնտեղ կարդակ անպայման իրան չպայի հանդիպելու եք։ Կոչվում է ոնց որ ճյուղը ջարդելու խնդիր։ Ասում է ունես ինչ որ մի հատ sense ճյուղ, որի երկարությունը 10 է։ Եկեք գրենք 0-ից 10։ Եվ իրան երկու տեղից դե ասում է բաժանում ես 3 մասի, այսինքն պատահականորեն երկու տեղից կտրում ես, ասենք մի հատ ստեյց ես կտրում, մի հատ ստեյց ես կտրում։ Հա, թող լինի այդ մեր կտորների անունները եկեք դնենք սկզբից։ Լավ, պահանջը ասեմ հետո նոր, ուրեմն հարցը հետևյալն է։ Այս 3 հատ կտորները որ ունեցա, այսինքն այսքանը եւ այսքանը։ Եկեք իրանց այստեղ նկարենք, հա, այս մեր առաջի կտորն է, որ կտրել ենք այս փեդից, ստեղ մեր երկրորդ կտորն է, ստեղ էլ մեր երրորդ կտորն է։ Հարցը հետևյալն է, ինչքան է հավանականությունը, որ այս 3 հատվածներով կարելի է կազմել եռանկյուն։
Այսինքն էսի ինչ որ չգիտեմ, վերցնեմ, բերեմ դնեմ այստեղ, n-ի էլ բերեմ դնեմ այնտեղ ու կարելի է պատտել էս բաները կտորները իհարկե ու հնարավոր ինչքան հավանականություն որ սրանցով կարելի է կազմել ինչ որ երանգյուն։ Ահա ինչ որ մտքեր ունենք ոնց որ թե։ Մի հատ նշանակենք այդ կտորները x, y, 10 մինուս x մինուս y։ Շատ լավ, եկեք մի հատ նշանակում անենք ու շարունակենք։ Ուրեմն այս կտորյանը դնենք x, չէ՞, ամենաբնական ընտրության տարբերակն է, ինչի x չդնենք։ Այս մյուս կտորյանը դնենք y, այս տակը ինչ մնաց, մնաց ընդհանուր 10-ից հանած x հանած y։ Այսինքն սա լինում է 10-ից հանած x հանած y։ Հա՞։ Ու համակարգ կազմենք 3 հատ հավասարումով, որ x-ը փոքր է 10 մինուս x մինուս y պլյուս y-ից, y-ը փոքր է 10 մինուս x մինուս y պլյուս x-ից եւ 10 մինուս x մինուս y-ը փոքր է x պլյուս y-ից։ Շատ լավ։ Իսկ հիմա ինչի ենք ուզում այդ ոնց որ այդ համակարգի մեջ մտնող պայմանները ոնց վերցրեցինք, ինչի երանգյուն կազմելու համար այդ ես չեմ կարող երանգյուն կազմելու համար այդ մի հատ պայմանը կա, որ պետք է կողմերից յուրաքանչյուրը ավելի մեծ չլինի, քան մյուս երկուսի գումարը, թե չէ այդ երանգյունը երանգյուն չի լինի։ Շատ ճիշտ է։ Շատ լավ, ժողովուրդ, ուրեմն ինչ է տեղի ունենում ստեղ։ Տեսեք, որպեսզի երանգյուն կազմենք, ներշի չէ, ես ցանկացած 3 հատ հատվածով կարամ երանգյուն կազմեմ։ Օրինակ, եթե ունենամ մի հատ, պատկերացրեք, ես սրանք ջնջեմ, մի հատ ունենամ հատված, որի երկարությունը ասենք թե 1 է, մի հատ ուրիշ հատված ունեմ, որի երկարությունը 100 է, մի հատ էլ հատված ունեմ, որի երկարությունը 1000 է։ Այս 1000-ը եկեք ֆիքսեք։ Հիմա այս մի ծայրակետը պետքա լինի երանգյան մի գագաթը, այսինքն այս երանգյան մի գագաթն է, մյուս ծայրակետը մյուս գագաթն է։ Եթե այս ծայրակետից այս մեկ երկարության հատվածը դնեմ, այն մյուս ծայրակետից 100 երկարության հատվածը դնեմ, ինչ որ անկյան տակ էլի պետքա դնեմ։ Ինչքան ուզում ես այս անկյունները պտտի, ինչ որ սես բաներ կստանաս, այսինքն հնարավոր տարբերակներ, բայց այս երկու ծայրերը իրար չեն կպնի։ Հա, այսինքն այս մեկ երկարությամբ հատվածի այս ուրեմն այն մյուս ծայրակետը եւ այս 100 երկարության հատվածի մյուս ծայրակետը դու ոչ միտեղ չես կարող նենց անես, որ իրար կպնեն։ Ոնց որ այս երկու բաներից ստեյց ինչ որ sense, ստեյց ինչ որ sense, այսրանք հնարավոր չի նենց անել, որ կպնեն իրար երանգյուն դառնան։ Պատճառը նա է, որ այս երրորդ կողմը, այս երկար կողմը ինքը չափից շատ մեծ է։ Տեսեք, նույնիսկ եթե սրանք sense բերես, այս sense դնես, այս մեկ ոնց պարկացնես դեպի ներքև։ Սա կտա 1, սա կտա 100, 1 գումարած 100-ը ավելի փոքր է, քան 1000-ը։ Ուրեմն որպեսզի երանգյուն հնարավոր լինի կազմել, այդ ոնց որ այդ պայմանը հիշում ենք, երանգյան ցանկացած երկու կողմ A, B, C, որոնք մեր դեպքում լինելու են S-ի x, S-ի y, տարբերություն չկա, էլի A, B, C, x, y, z եւ այլն։ Երրորդ կողմներն էլ է 10-ից հանած x հանած y, որտեղ ընդհանուր մի հատիկ փեդեր բաժանեն ենք 3 հատ մասի։ Պարտադիր պայմանա որպեսզի երանգյան ցանկացած երկու կողմերի գումարը մեծ լինի երրորդից։ Այսինքն այս A գումարած C-ն մեծ լինի B-ից, A գումարած B-ն մեծ լինի C-ից, B գումարած C-ն մեծ լինի A-ից։ Արգեպացած այս երանգյան 3 կողմերի մեջ պետքա չլինի ինչ որ մի տենց շատ երկար կողմ, այսինքն այնքան երկար, որ ավելի երկար լինի, քան մյուս երկուսը միասին վերցրած։ Հա, բնականաբար երկար կողմ կլինի, մի կողմ կլինի, որ ավելի, ասենք, անմեծ կլինի B-ից, այս մեր օրինակի մեջ, հա, տեսեք, B-ն մեծ է A-ից, դա օքեյ է։ Բայց հենց A-ին գա գումարվի C-ն, արդեն B-ն փոքր է լինելու, քան A գումարած C։ Ուրեմն այս 3 հատ պայմաններն են խոսքով։ Սրա մեջ տեղադրում ենք այդ մեր A + A փոխարեն տեղադրում ենք x գումարած 10 հանած x հանած y, B-ի փոխարեն տեղադրում եմ y, գնում եմ սա մեծ է y-ից։ Դեռ ինչ որ կրճատումներ են լինում, չէ՞, իհարկե, այս x-ը, այս մինուս x-ի հետ է կրճատում, ստացվում է 10 հանած y մեծ է y, ստացվում է 10 մեծ է 2y։ Ուրեմն ստացվում է y-ը փոքր է 5։ Իրոք, հա, եթե ունեմ ինչ որ մի հատված, այս 0-ից 10-ը, եթե կտորներից մեկը 5-ից ավել եղավ, 5-ը իր կեսն է, էլի, ինչ որ ժամանակ կտորներից մեկը ավելի մեծ է, քան մյուս երկուսը իրար հետ վերցրած։ Ես ուզում եմ, որ իրեն y-ը փոքր լինի, քան 5-ը։ Արգեպ ասած, այս համակարգի մեջ մեր առաջին տողը լինում է, տեսեք, ստեղ կարմրով ինչ որ գրած է, դա կբաժանեմ 2-ի 2 կտորը եւ կգրեմ y-ը փոքր է 5-ից։ Ուրեմն առաջին y-ը փոքր է 5-ից, դե նույնիսկ ուրեմն երկրորդ տողն էլ որ բացեք, ну, չգիտեմ երկրորդն է թե երրորդն է, բայց որ գրեք, բացեք եւ այլն կստանաք, որ x-ն էլ պետքա փոքր լինի 5-ից,
Հա, x-ն է պետքա փոքր լինի 5-ից։ Եվ երրորդ պայմանը ստացվում է այն մյուս կողմը, այսինքն սա է փոքր 5-ից, էլի եթե բացեք կստանաք, որ իրոք 10 հանց y հանց, սա խոսքով փոքր է 5-ից, սա էլ կարող ուրեմն ձևափոխեք, չէ, ինչ որ այն 5-ը բերեք այս կողմ, ստացվի y-ը մեծ է 5 հանած x-ից։ Ուրեմն եկեք գրենք y-ը մեծ է 5 հանած x։ Այս 3 հատ հետարքիր պայմաններն են, որ ոնց որ խնդիր չկա, բաժանում ես երկու մասերի, 3 մասերի ու իրանք պատահական երկարություններ են ունենում x-ն ու y-ը, հնարավոր արժեքները, ասենք 0-ից 10։ Հա? X-ի արժեքը 0-ից 10 ինչ որ մի թիվ է, y-ի արժեքն էլ ուրեմն ինչ որ մի թիվ է 0-ից 10, այն երրորդ կողմը 10-ից հանած x հանած y է, ու այս 3 պայմանները պետքա բավարարվեն։ Ինչ ենք անում, վերցնում ենք բոլոր հնարավոր, այս կտորը մի քիչ արագ եմ ասում իրական, բայց հենց հարցերն ունա, խնդրեմ ոնց որ ընդհատեք ու տվեք։ Ինչ եմ արագ ասում, որ ոնց որ եթե ուզում եք, ապա դուք մի հատ ինքնուրույն շարունակեք կամ փորձեք 0-ից այս խնդիրը լուծել, այդ շատ կօգնի ու հենց տնանք որ հարց կա, այդ միանգամից դիմեք։ Շատ լավ, ուրեմն x-ն է, y-ն է, x-ը ու y-ը կարան 0-ից 10 ինչ թիվ ուզում ա լինեն։ Այսինքն կարա մի հատված երկարությունը 9.9։ Այս իմ ճյուղն է, ես այստեղից իրան կտրեմ։ Այսինքն երկերը ստացվում են այսքանը։ Իհարկե կարող ասեք, բայց ասենք օրինակ այս 10-10 կետը ինքը հավանական չի, չէ՞, այսինքն սա ոչ մի ոնց որ թույլատրելի ելք չի։ Հետևաբար պետքա ես սահմանափակեմ իմ այդ թույլատրելի ելքերի բազմությունը, այսինքն տեսեք x-ը եւ y-ը շատ է 0-ից 10 թվեր են եւ այլն, բայց ոնց որ իրանք պետքա ինչ որ պայմանների բավարարեն, պայմաններից մեկը նա որ իրանց գումարը, այդ 3 կտորների գումարը լավ, ասենց ասեմ, x-ը եւ y-ը միաժամանակ չեն կարող լինեն օրինակ 10։ Հա, x գումարած y-ը պետքա փոքր հավասար լինի 10-ից։ Այսինքն եթե ես իմ հատվածն է, ես յան բաժանել եմ 3 կտորի, առաջի կտորը x-ն է, երկրորդ կտորը y-ը, եւ երրորդ կտորն է տակը ինչ մնաց, այս x-ի գումարը 10-ից փոքր է, ընդհանուրից փոքր է։ Ստեղ այսինքն մի հատ էլ այս պայմանն է ինձ պետք է հաշվի առնել, ուշադրություն դարձնենք, որ այս քառակուսու ոնց որ մի մասը պետքա ջնջեն։ Չէ, այս պայմանը, որպեսզի իրանց գումարը հանգարց շատ մեծ չլինի, նշանակում է y-ը փոքր հավասար է 10 հանած x, այստեղ վերցնում եմ այդ 10 հանած x ուղիղը, որը պարզվում է, որ իրական այս ուղիղն է, այս անկյունագիծն է։ Եվ այս գծից ներքև եմ նայում։ Այսինքն այն ամեն ինչ, որ այս գծից վերև է ջնջում է, ստացվեց, որ իմ այդ թույլատրելի ելքերը, այստեղ ժողովուրդ ուշադրություն դարձրեք, ոչ թե նպաստավոր ելքերի մասն է խոսքը, այլ թույլատրելի։ Այսինքն x-ը 10, y-ը 6, այդ ելքը թույլատրելի չի։ Թույլատրելի են այս ելքերը մենակ։ Սա ստացվում է թույլատրելի ելքերի բազմությունը։ Սրա միջից վերցնում եք այս 3 հատ պայմաններին բավարարող, ես չեմ անի, որ ոնց որ այդ հետաքրքրություն չկորի, վերցնում եք դրան բավարարող այդտեղ մակերեսը, ենթադրենք էսա, իրական մեծ չի, էլի, ինչ որ սիրուն մակերեսը։ Եվ իր մակերեսը բաժանում եք ընդհանուր այս ձեր ուղղանկյուն երակյան մակերեսի վրա, ու ստացվում է այս խնդրի լուծումը։ Ինքը շատ հին խնդիր է, սենց իսկ կարելի է երկրաչափորեն այս տեսակի բաները լուծել։ Ուրեմն գրում եք x, y այդ ձեր անկախ թվեր են, իրական այդքան է անկախ չեն, էլի այս դեպքում x-ն ու y-ը, չէ, գումարը օրինակ պետքա 10-ից փոքր լինի։ Գրում եք թույլատրելի ելքերի բազմությունը, նայում եք եռանկյուն կազմելու համար որոնք են մեր այդ ցանկալի նպաստավոր ելքերը, այսինքն որոնք են, որ բավարարում են եռանկյուն կազմելու այդ պայմանի, դա պարզվում է այս համակարգն է։ Գրում եք այս համակարգին բավարարող կետերը ստեղ, ավելի նկարում եք այդ կետերը որպես բազմություն եւ այդ բազմության մակերեսը բաժանում ընդհանուրի մակերեսի վրա։ Ստեղ ոնց որ այդի պատասխանը չեմ ասի, կթողեմ որ մտածեք, կարանք մի ուրիշ sense ինչ-որ բան նայենք։ Ես պես մի հարց տամ, էլի։ Ահա, շատ լավ, անպայման։ Այդ եռանկյան դեպքում, որ դիտարկում էինք, բայց եթե հենց մի պայմանը լինի, ինքը իրանով չէր լինում եռանկյունը հնարավոր սարքել։ Ինչի՞ համակարգ դիտարկում, եթե հենց մի պայմանով, որ եթե մի կողմը փոքր է երկու կողմերի գումարից, հենց այդ տեսակ հատվածներով արդեն կազմվել լինում է, էլի։ Շատ լավ, այդ համաձայն եմ, բայց տեսեք, ստեղ ոնց որ մեզ պետք է ցանկացած ոնց կողմից յուրաքանչյուրը փոքր լինի, քան մյուս երկուսը, ինչ եմ սենց ասում։ Օրինակ որ այն նախորդ օրինակը նայենք, մի կողմը 1000 էր, չէ, մի կողմը 1 էր, այսքանը 1 էր, այսենց։ Այս մյուսն էլ 100 էր, կարճերը կապուտով եմ ներկե։ Տեսեք, մեզ այդտեղ պետք է 1000-ը ավելի փոքր լինի, քան 1-ին գումարած 100-ը։
ոնց որ այո, իրական գլխավոր պայմանը է դա, բայց ես քանի դեռ չգիտեմ, պատկասը գծներ ABC, եթե չգիտեմ որն է ամենամեծը, այսինքն չգիտեմ անամեծ թե B-ն թե C, բնականաբար մենք ասել ենք ամենամեծը, եթե C-ն ամենամեծը, ինքը ավելի փոքր է, քան մյուս երկու փոքրերի գումարը։ Բայց եթե ուղղակի ABC տառերով եմ գրում, այդ դեպքում չգիտեմ էլի որն է մեծ, որն է փոքր, դրա համար ասում եմ եւ C-ն է մեծ մյուս երկուսի գումարից։ Եվ տեսեք օրինակ այս օրինակի մեջ մեկը ավելի փոքր է, քան 100 գումարած 1000-ը։ Այսինքն այս պայմանը տեղի ունի։ Ասում եմ այս 100-ը ինքը ավելի փոքր է, քան 1 գումարած 1000-ը։ Այն փոքր կողմերի հարցը հեշտ է։ Իրանք փոքր են, քան ամենաերկար կողմը, հետաբար ավելի փոքր են, քան մյուս երկու կողմերի գումարը։ Դժվարը իրական մեզ երրորդ կողմը գտնելն է, որ երրորդ կողմը, ամենաերկար կողմը, նա նույնպես պետք է փոքր լինի մյուս երկուսի գումարից, ինչը սենց չի այս դեպքում։ Որ ոնց որ քան որ ես ուղղակի ABC-ով եմ գրում, չեմ կարող ասեմ, լավ, կարող եմ սենց ասեմ, իրանց Չէ, մաքսիմումը, լավ, հասկացա, մի չարչար, մերսի։ շատ լավ։ Ամեն դեպքում կարող եմ գրեմ, իրանց մաքսիմումը ավելի փոքր է, քան երկու մինիմումների գումարը, բայց այդ երկու մինիմումները գրելը մի քիչ դժվար կլինի։ Ոնց որ այո, ճիշտ է, այդ ինչ որ համակարգ է ստացվում, համակարգի 3 անհավասարումներից երկուսը իրանք միշտ բավարարվում են, որովհետև 3 հատի որ վերցնում ես, միշտ մի հատը ավելի մեծ ա, քան մյուս երկուսը, մեծ հավասար։ Ուրեմն այն մյուս երկուսը ուզեն չուզեն ավելի փոքր են, քան այդ ամենաերկար կողմը, դա էլ ավելի փոքրական են մյուս երկու կողմերի գումարը։ Ոնց որ խնդիրը այն երկար կողմն էր, դրա համար դա մի քիչ տենց ոնց որ մոլորեցնում են, այս հարցի շուրջ չեն մտածում, միանգամից ասում են, որ այ այս 3 պայմանները պետք է լինեն։ Շատ լավ, ուրիշ հարցեր, ժողովուրդ։ Տեսեք, ստեղ ինչ որ գործիք է, նայեք, այն աջ կողմի վրա, այս ինչպես կարող եք նկատեք, այս ներքևից վերև գնացող այս ուղղաձիգ բանը մեր այդ ձողն է կամ փայտն է։ Բաժանում ենք 3 մասի, տեսեք, կարմիր, ինչ որ շագանակագույն ու կանաչ, ինչքան էս իմ կետը սենց էս պուլտը վերև ներքև եմ տանում, այդքան այն երրորդ կտորը երկարում կարճանում է։ Ինչքան ձախ եմ տանում, այդքան էս մյուս կտորն է երկարում կարճանում։ Ու ոնց որ ինչա տեղ ունենում, էլի, էս մի քիչ բարդ է գծած, բայց որ հասկանում ես ինչա օգտակար բան է լինում, էսի մի կողմն է, չէ, էսի մյուս կողմը, էս էլ են տակը ինչ մնաց այդ կողմն է։ Այս կողմը ստեղից ու այսպես պտտում դնում եմ, այն մյուս, այսինքն սա հավասար է սրա։ Սրանն էլ այստեղից եմ սենց պտտում, այսպես բացում եմ, ինչ որ աշճանի տակ, դնում եմ ու սրանք կպնում են իրար։ Ուրեմն երանգյուն կարելի է կազմել։ Հա, տեսեք, այս շագանակագույնները իրար են հավասար, կարմիրները իրար են հավասար ու երանգյուն կազմվում է։ Բայց հերիք այս կարմիրը մի քիչ երկար է, չէ, երկարացնեմ, այսինքն կարմիրը մի քիչ բերենք այս կողմ, այս կողմ, այս կողմ, այս կողմ։ Տեսեք ինչքան ոնց որ սեղմվում է այն կողմի վրա, ասենց սեղմվում է ու հոպ ինչ որ պայծկած էլ ալես երանգյուն հնարավոր չի կազմել, որովհետև այս կարմիրը այնքան երկար է, որ կանաչ ու շագանակագույնը գումարային, այդքան երկար չեն, որ կարմիրին ծածկեն։ Ու սենց, դե ոնց որ այստեղ կարելի է այս գիծն է տարած, հա, ինչ որ անկյունագիծ է տարած, ստեղի նշանակումները մի քիչ ուրիշ է, բայց ոնց որ ընդհանրապես տեսեք, այս կարմիր կետերը նպաստավոր ելքերն են, իսկ այս սպիտակ օրինակ ինքը նպաստավոր ելք չի։ Իսկ այս կարմիրը լինի նպաստավոր ելքը։ Շատ լավ, այս մի խնդիրը ոնց որ շարունակությունը թող մնա, մտածեք այդ դրա շուրջ, փորձեք զրոյից լուծել կամ որ կետը որ հասել ենք դրան շարունակեք լուծել, տեսեք ստացվում է թե չէ ու եթե չէ այդ բարձրաձայնեք այդ մասի հարցեր։ Շատ լավ, մի վերջի խնդիր էլ ասեմ, այս լուծումը չեմ ասի, էլի թող մնա ոնց որ մտածեք։ Հիմա պատկերացրեք ժողովուրդ, ոչ թե մի հատ ճյուղ են վերցնում բաժանում 3 հատ մասի, որ վերցնում բաժանում ես 3 հատ մասի, ուզեն չուզեն այդ 3 հատ կտորների գումարները, այդ 3 կտորների գումարները պետք է տան 10։ Հիմա ներքևի խնդրում, ասում եմ ուղղակի վերցնում ես 3 հատ սենց ինչ որ մի հատված, որոնց երկարությունները 0-ից 10 ինչ որ պատահական թվեր են։ Այսինքն կարող լինի առաջին հատվածը 7, երկրորդը π, երրորդը 4։ Հա, նորմալ է որ գումարը տա ինչ որ 15 ասենք թե, էլի։ 3 հատ պատահական երկարության հատվածներ ենք վերցնում, ինչքան է հավանականությունը, որ այդ 3 հատ պատահական երկարության հատվածներով կարելի կլինի կազմել եռանկյուն։ Ու այս 0-ից 10-ը ոչ մի դեր չունեն, բայց կարաք համարեք, որ 0-ից 10-ը լուծեք ու տեսնեք, որ պատասխանը 10 թվի հետ ոչ մի կապ չունի։ Սա չեմ լուծի, չեմ ասի թե ոնց անեք։
ինքը այս այն դեպքն է, որ երբ որ պետքա փորձել եռաչափ մտածել, այսինքն 3 հատ փոփոխական ունես, չեմ ասի լավ նշանակություն, բայց 3 հատ փոփոխական ունես, արդեն ինչ որ sense եռաչափ բանա լինելու, որի դեպքում նպաստավոր բոլոր ելքերը ինչ որ մի հատ sense եռաչափ օբյեկտ է լինում, հա, պատկասեք, ասենք թե խորանարդ։ Դրա միջից դու վերցնում ես քո համար ցանկալի ելքերը, այդ ցավ նկարելը շատ դժվար է, իրական, դրա համար չեմ անում հիմա։ Այդ քո ուզած նպաստավոր ելքերը ինչ որ մատ այնց եռաչափ բան է ստացվում, այդ եռաչափ բանի ծավալը բաժանում ես ընդհանուրի ծավալի վրա։ Խոսքով այս երրորդը շատ այնց ինչ որ տանջալից խնդիր է, բայց հետո շատ սիրուն արդյունք եք հասնում, հետաբար մտածեք այս դրա շուրջ, եթե լուծումը ոնց որ ուզենաք ուղակի նայել, մտածելուց հետո դա արեք եւ ոնց որ այս հղումը ստեղա կարաք մտնեք լուծումը նայեք։ Շատ լավ։ Հարցեր, ժողովուրդ։ Հարցեր, առաջարկներ, ահա, համեցեք։ Ես խնդիրների վրա հարց չտամ, ես ուզում եմ հարցնեմ այդ տնայինները, այսինքն պետք է սա հաղթեսի բանը բրծնի նոր ուղարկենք, թե ոնց է էլի։ Շատ լավ, այդ երևի մյուս հայկը ինքը ավելի լավ կիմանա, կարելի է մատ այն չաթում իրան գրել։ Ինձ թվում է ոնց որ չէ, որ կարաք տենց ոնց որ երբ ուզում եք անեք, պարտադիր հաղթեսը վերջանա ու եթե ինչ որ լուծումները բան եք անում, միանգամից ոնց որ կարաք շուտ ուղարկեք, հա, այդ ինձ թվում է օքեյ է։ Դաժե ինչքան շուտ ուղարկեք, այդքան լավ էլի այդ, բայց չեմ շտապացնում, երբ անեք ուղարկի ուղարկեք։ Առանձին գործնականներ չեն լինելու։ Լինելու են, հաջորդ դասը գործնականն է լինելու, հայ կկանի իհարկե, օրը կհայտարարենք երևի այս առաջիկա այս մի շաբաթվա մեջ, հա, ոնց որ հույս ունեմ։ Հա, անպայման, որ գործնականներ լինելու, այդ ժամանակ քննարկելու եք համ տնային խնդիրներ, համ ինչ որ ուրիշ խնդիրներ, գործնականի սովորելու է։ Հենց հաջորդին խոսքով գործնական կլինի, այս մեր ոնց որ կարճ ուղղակի դասեր տեսական։ Շատ լավ, ըհը։ Ուրիշ հարցեր, ժողովուրդ։ Շատ լավ, դե ուրեմն շնորհակալություն միանալու համար, այսօր այսքան։